Սա միակողմանի հանձնում է, այն էլ 5000 երեխա, 5000 տղա սպանելուց հետո ցանկացած նորմալ երկրում այսպիսի մարդ չէր մնա իշխանության։ Այդ մի կողմ։ Հիմա անցնելով երկրորդ հարցին ընդդիմությանը, ես շատ հուսահատված եմ եւ շատ հուսահատված են մեր հասարակության շատ ներկայացուցիչներ, որոնք իմ հետ խոսում են, մարդիկ իմ հետ խոսում են։ Եվ ինձ միշտ ասում են, դուք իսկապես կարծում եք, որ մենք ընդդիմություն ունենք։ Եկեք նայենք փաստերով։ Քանի տարի է այս մարդը մնաց իշխանության։ Մնաց։ 20 թվականի պատերազմից հետո շարժում ստեղծվեց։ Հիշում եք, երբ որ Ղարաբաղը հանձնվեց, ինչ որ շարժում ստեղծվեց, այդ նույն մարդիկ էլի եկան, հաջողություններ թե տապալվեցին, փաստ է։ 21 թվականին, այդ 21 թվականին եղան ընտրություններ։ Ով շահեց եւ ով պարտվեց։ Պարտություններ, այո, այդ երկուս։ Կարծեմ 23 թվականին Ղարաբաղի հայաթափումներ, էլի բողոքներ, մասսայական բողոքներ Երևանում, էլի ինչ որ այդ տեխնիկային կոմիտե կազմվեց նույն մարդկանցից, նույն մեր Չեմբերլեններից, Շարլ դե Գոլներից, Կեսարներից եւ Ալեքսանդր Մակեդոնացին, դրանք չեն գնում, ամեն անգամ ճանճի պես հետ են գալիս, դա արդեն երրորդ անգամ, հետո չորրորդ անգամ եղավ Զարթնիր Լաոն, այդ երբ էր, ես արդեն չեմ հիշում, 22 թվական, այսինքն դրանից առաջ էր, հետո եղավ դա, այս 4 չի, 4 5-րդը Սրբազանի շարժումը, նույն մարդիկ գալիս են, նույն մարդիկ դուրս են գալիս բեմ, ժողովուրդը ասում է խնդրում եմ գնացեք, մենք ձեզ չենք ուզում, մարդիկ շրջվում գնում են տուն, իմ աչքի առաջ։ Իրանց դա չի հետաքրքրում, նրանց հետաքրքրում է իրանց էգոն։ 5 անգամ դուք տապալել եք բողոքի շարժումը, եթե ես ճիշտ հաշվեցի, եթե սխալ հաշվեցի, գուցե 4, բայց 4-ը կա, այդ փաստը, դա փաստա թե չէ։ Նույն մարդիկ եկել են, պարտվել են։ Այսինքն դուք ինչով եք լավ։ Այն մարդիկ, ովքեր տեսնում են, որ անընդհատ պարտվում են, անընդհատ հետ են գալիս։ Այս մարդն էլ մեր ղեկավարն էլ ամեն անգամ պարտվում, ասում է իմ մեղքը չի, ես չեմ պարտվել։ Դուք ինչով եք իրանից լավ։ Ժողովուրդը ձեզ ոնց հավատա։ Ես ուզում եմ, որ նրանց մոտ ստացվի, հաջողություն լինի իրանց մոտ։ Բայց առաջի հարցը, ինչու են հետ գալիս նույն մարդիկ, ովքեր պարտության սիմվոլ են դարել։ Պարտության խորհրդանիշ են, մարդիկ իրանց տեսնում են, ասում են, 5 անգամ պարտվել է այս մարդը, ինչ պետք է այստեղ կանգնեմ, ինչի համար։ Կամ ցույց եք հավաքում, ձեր ցույցը թողնում, փախնում եք։ Կամ երիտասարդներին հանում եք փողոց, որ իրանց ծեծեն։ Դուք տանը նստած եք։ Ես էլ նայում եմ մեր երիտասարդներին ոնց է դուբինկեքով ծեծում։ Էս ինչ ցույց հավաքելու ձև է։ Էս ինչ բողոքի շարժում է։ Հետո իրիկունը գալիս եք ռոք կոնցերտ եք անում։ Դուք չեք տեսնում, դուք ոնց ուղղակի ծիծաղելի եք դառնում։ Քանի անգամ կարելի է վերադառնալ այդ բեմի վրա եւ քանի անգամ կարելի է պարտվել։ Եվ ժողովուրդը ձեզ ասում է, մեզ այլընտրանք տվեք, մենք ձայնը կտանք։ Մեծ մասը մարդկանց հենց այդ պատճառով չի գալիս ընտրությունների, որովհետեւ այլընտրանք չի տեսնում։ Քանի անգամ է դա ասվել։ Երկրորդը հենվելով գոնե մի, ասենք վերջերս դուրս եկավ, հա, այսպես կոչված Gallup-ի այդ հարցումը։ Ասենք թե ինչ որ կողմնակալություն կա, ասենք թե համեմատում ենք 2-3 տարբեր ուրիշ հարցումների հետ, տոկոսները պլյուս-մինուս, ասենք պլյուս-մինուս 3%, պլյուս-մինուս 4%, բայց տեսնում եք, որ տոկոսները մոտավորապես նույնն են։ Կա այս աղանդը, կա պարոն Կարապետյանի կուսակցությունը, բավականին ուժեղ դիրքեր ունի, կա երկրորդ նախագահի եւ Դաշնակցության միությունը, կա պարոն Ծառուկյանը եւ այլն։ Ես էլ անուններ չտամ, որտեղ հենց որ անուն են տալիս, 100 կողմից հարցակվում են։ Մի քանի ուժ կա, որ ռեալ շանս ունի անցնելու։ Մնացածները, որ նայում ես, 1%, 1.1%, 1.5%, 1.7%։ Դուք գնում եք պարտվելու։ Դուք հաճույք եք ստանում պարտվելուց։ Ինձ հետաքրիր է, դուք բավականություն եք ստանում, որ դուք պարտվում եք այն էլ այս մարդուն։ Ես ինքնասպան կլինեի, որ ես այս մարդուց սրանից պարտություն, հասկանում եք։ Ես կյանքում շատ բան եմ տեսել, օրինակ Սան Ֆրանցիսկոյում 10 տարի ապրել եմ, ես շատ բաներ եմ տեսել, այնտեղ մարդիկ կան, ովքեր իսկապես հաճույք են ստանում, երբ որ իրանց ծեծում ես։ Եվ կամ ստորանում են, կամ ցավ են զգում, դրանից հաճույք են ստանում։ Բայց քաղաքականության մեջ ես այսպիսի բան չեմ տեսել։
Ինչու չի կարելի այդ 1.5%-ը 2-3 հոգով, 4 հոգով հավաքվեք, անցնեք, հետո այդ անտերաթորները կիսեք ձեր մեջ։ Ինչու է դա դժվար։ Չէ անհնար է, որտեղ իրանց էգոները այսքան մեծ են։ Եվ քանի տոկոս են փոշիացնելու, ըստ մեր շատ լավ գործընկերների, մոտավորապես 10-12% փոշիացնելու են։ Եվ դրա 4.5-ը թե 5%-ը գնալու է այս աղանդին։ Բա դուք ասում եք ցանկացած գնով հայրենիք եք փրկում։ Դուք ասում եք օր առաջ հեռացիր։ Այդ ձեր այդ կոմպակտ Նապոլեոնների իգոն հնարավոր չի մի կողմ դնել, ձեր էգոիզմը չի կարելի մի կողմ դնել գոնե 2 ամսով։ Ես իրավունք ունեմ ջղայնանալու, որովհետև այս միկրո էգոների պատճառով, մեր փոքրիկ Նապոլեոնների պատճառով, մենք էլի 4 տարի տանջվելու ենք այս մարդու ձեռը։